Ուրբաթ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպում է ունեցել ԱԺՔՊ ֆրակցիայի հետ։ Ներկա են եղել նաև կառավարության եւ ՔՊ վարչության անդամներ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ։ Հիշեցնենք, ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։ Փաշինյանը փորձել է կանխել մյուս թիմակիցների հնարավոր ըմբոստությունը։ Համարյա 1 տարի է մամուլը գրում է Կիրակոսյանի հրաժարականի մասին, որի պատճառն Ադրբեջանի պահանջով միջազգային հայցերից հրաժարվելն է։ Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է, որ խաղաղության գործընթացը գլուխ չի գալիս, Ալիևը չի հրաժարվում ոչ հայցերից, ոչ միջանցքի պահանջից, իսկ եթե մենք մերժենք, ապա պատերազմն անխուսափելի է լինելու։ Նա նախատել է ուսապարկերին, որ պետք է այդ մասին ակտիվ իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորը հասկանան։ Ի դեպ, վերջին շաբաթներին ՔՊ-ականներն ակտիվ այցեր են կատարում հատկապես Սյունիք։ Օրինակ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անցած շաբաթ 2 այց է կատարել եւ հանդիպել կուսակիցների հետ։ Նրանց ինստրուկտաժ է արել, որ նրանք էլ իրենց հերթին սյունեցիներին վախեցնեն պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևն ու Էրդողանը հասկացել են, թե ինչպես ստանան իրենց ուզածը Նիկոլին պատերազմով վախեցնելով։ Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի падգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես վերադարձի հարցով։ Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգևորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան Շվեյցարիայի Դաշնային խորհրդի արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձևի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։ Վարդան Օսկանյանը կարևորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։ Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտարակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես չհայտնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ մասովկա ապահովել։ Բանն այն է, որ նույն օրը վարչապետի այցից 1 ժամ առաջ համայնքի կենտրոնում ՔՊ տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանը համերգ էր կազմակերպել, որին մեծ թվով փարաքարցիներ են ներկա եղել։ Համերգի կեսից լուրը հասել է, որ Փաշինյանը գալիս է համերգ լսելու եկած փարաքարցիներից շատերը չեն հավատացել, սակայն այցից կես ժամ առաջ ոստիկանություն է լցվել գյուղ, ոմանք հասցրել են հեռանալ։ Իսկ Փաշինյանն ախրանիկներով քայլել է համերգ լսելու եկած բազմության միջով, բարևել, նկարվել եւ արագ հեռացել։ Անգամ չշնորհավորեց մեր միամսյակը, քամու պես եկավ, քամու պես հեռացավ, պատմեց փարաքարցի մի կին։